Ամուսնությունը բնական երևույթ է ամբողջ աշխարհում կենդանական, բանական եւ անբանների մեջ։ Դա բնական երևույթ։ Բայց բանական արարածները տարբերվում են անբաններից նրանով, որ սրատակ միայն սիրո իրենց փափագի կատարման հասկացողությունը չէ։ Այս երևույթը նշանավորվում է մեծ բարեկամություն ստեղծելով։ Ձեր կապով կոնկրետ։ Իհարկե մենք բարեկամներ ենք անոնց հետ հնուց, զանազան կապերով, բայց այսօր նորից նորացում է այդ բարեկամությունը եւ մարդիկ նորապսակները միշտ ավելի երջանիկ են այն դեպքում, երբ այդ բարեկամության մեջ անախորժ բաներ չի կատարվում։ Մենք ես կոնկրետ գրեթե 70 մոտենում դիդակտիկական կյանքը 50-60 կա, ինչքան հիշում եմ, այս բարեկամության մեջ մենք տհաճ երևույթներ չենք տեսել, միշտ սեր ենք տեսել, միշտ իրար տեսնելու ձգտում ենք տեսել, իրար հետ զրուցելու, իրար հետ միստուկած ունենալու ձգտում ենք տեսել։ Դուք նորոգում եք թարմացում։ Եվ ես ցանկանում եմ, որ ձեր թարմացմամբ, ձեր կապով այդ բարեկամությունը էլ ավելի ճոխ, էլ ավելի սեր։ Հիշեք, հարստում եք, ծնունդն եք մեծ ցեղին, Վանոց ցեղը եւ արդու ճանաչված ցեղը իր աշխատասիրությամբ, իր մարդասիրությամբ, իր համբերատարությամբ, իր նամակով, իր հասարակության մեջ տհաճ բան չեմ տեսել։ Մի լավ է։ Նույնը մեր Արայիկի ջանգրի կամ ջանգրի Սրանց մոտ էլ երբեք տհաճ բաներ չեն եղել։ Ես ցանկանում եմ, որ ձեր նույնությամբ էլ ավելի քացություն տեսնեմ։ Ձեր ողջ ձեր Գերդաստանի եւ այն բոլոր մարդկանց կենաց ովքեր բարեկամությամբ կապված են Վանոց ցեղի հետ։ Նույնը Լենդրուշյան։ Այս բարեկամության կենացը